Միտումները սկսում են արդեն զգացնել տան։ Այդ քաղաքական դաշտի նոր վերաձևավորումների կտրվածքով, քաղաքական դաշտի ավելի այդպես լրջանալու տեսանկյունից այս նույն միտումները կարելի է տեսնել հայտնաբերել այո, նաև գործադիր իշխանության իդեմս նոր վարչապետի, կարծեք թե հասարակության մեջ այդպես բավականաչափ նկատելի դրական հույսեր կան, միտումներ կան, համաձայն որոնց մեր երկիրը ամենայն հավանականությամբ դուրս կգա ուրեմն ոչ ցանկալի այսօրվա վիճակից։ Մասնավորապես տեսեք, ի տարբերություն այլ իշխողների կամ որոշում կայացնողների, իդեմս նոր կառավարության պարզապես շեշտադրվեց եւ միանգամից ախտորոշվեց, ասվեց, որ մեր վիճակը լավագույններից չի։ Դա արդեն նշան է այն բանի ցանկացած խոստովանություն, միջև կամ հոգևոր աշխարհներ հենց ֆիքսում է դա։ Ցանկացած խոստովանություն նշան է այն բանի, որ ուրեմն մեծ պատրաստականություն կա դեպի ճիշտ ուղի ընտրել, գնալ ճիշտ ուղով։ Ես ուզում եմ մտածել, որ մենք իհարկե այս ուղղությամբ ունենալու ենք հաջողություն։ Այդ հաջողությունները հենց պայմանավորված են նրանով, միանգամից քաղաքական ենթատեքստերը, եթե մի կողմ նետենք, մտածենք, ասենք, տնտեսության զարգացման կտրվածքով, միայն այն ինստիտուտը, որ օրինակի համար առաջարկում է հենց առաջինը ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը, առաջի հայացքից կարող է ոչ մասնագետների համար սա այդպես ներկայանա իմիջայլոց մի բան, չէ, բայց ես ձեզ հավատացնում եմ, որ ցանկացած երկիր, դա կլինի Միացյալ Նահանգները, եվրոպական ամենազանազան երկրներ, Չինաստանը ուրեմն առաջի հերթին, ուրեմն պորտկոմ իրականացնելու համար տնտեսության մեջ ստեղծել են այդ կենտրոնը, ռազմավարական նախաձեռնություն, որը որոշում է թե տնտեսական առումով, սոցիալ-տնտեսական առումով երկիրը ինչ հետագից պետք է ընտրի ոչ թե մյուս տարի, այն մյուս տարի, այլ ընդհանրապես երկար ժամանակահատվածի համար նոր այնտեղից հետ են գալի այսօրվա մեր քայլերը շտկում ենք։ Դա ես կասեի նոր մոտեցում է, որը էականորեն տարբերվում է իրավիճակային սիյումինոտի այժմյան գործեր իրականացնելուց։ Սա ես համարում եմ դրական սկիզբ։ Աստված, որ դա շարունակական լինի։ Վարչապետի 100 օրը, այսպես ասենք, գնահատելու առումով, գնահատենք այսպես, կային ծրագրեր, որոնք արժեգամ գետեին և արագտիրներ, ըստ վարչապետի կառավարության ծրագրի, նաև ըստ ինքնանավոր հետարության, և կային ծրագրեր, որոնք միտված էին ռազմավարական, նվրանկարում, ամենակարևորը այդ երկուսի համատեղումն էր, մինչև այսօր, այն ինչ արվելա, կարծում եմ, արվելաչից և պատահական չի, որ ժողովրդի մեջ իրոք հասարակության մեջ կա որոշակի վստահության ծիլը, իսկ եթե ինձ հարցնեն ամենակարևորը որն է այս ընթացքում, ես կասեի, որ այն հավատը, այն և ոչ միայն կառավարության, նաև ամբողջ քաղաքական համակարգի վերաբերյալ, որով պայմանավորված է այսօրվա մեր շատ հաջողություններ։ Ես այն մարդկանցից եմ, որոնք շատ եմ ուզում, որ կառավարությունը հաջողվի նաև շարունակություն այդ հավատը մեծանա, որտեղ առանց այս արմատական բարեփոխումներ են կարծում առանց ժողովրդի շեշտում եմ այդ մասնակցության չի կարող ոչ կողմից ոչ մյուսը։ Ասենք տնտեսական որոշակի հարցեր, որոշակի մասնագիտացված կարող է, բայց բարոյական, քաղաքական, սոցիալական դաշտում ինչքան էլ ճիշտ պրոֆեսիոնալ գործողություններ արվի, պիտի անպայման մասնակցի հասարակությունը, պիտի հասարակությունը հասկանալով ու հավատալով մասնակցի, որպեսզի այդ ամբողջ բարոյական դաշտը, ես կապում եմ դրա հետ, գուցե ես սխալվում եմ, ես տնտեսական ցուցանիշները շատ կարևոր են, դրանք հավատ են բերում կամ հավատ են կորցնում, բայց ես շատ մեծ նշանակություն եմ տալի մթնոլորտին, բարոյական դաշտին, քաղաքական մթնոլորտին, այդ սոցիալական անհավասարության այդ բանը, որ այսօր մեզ հասարակությանը ուտում է, ուրեմն այս խնդիրների հետ կապված կարծում եմ հավատը, եթե շարունակությունը կառավարության աշխատանքի հետ հավատը մեծանա, ուրեմն մենք կասենք, որ կառավարությունը հաջողվել է, ինչև տենց ասեմ, որ խոսքում են կառավարության մասին, չի խոսքը նաև իշխող կուսակցության, իշխանությունների, ինչի՞ չէ նաև մեկ
հասարակության, որտեղ առանց ընդդիմադիր դաշտի մասնակցության, առանց ընդդիմադիր դաշտի ու իշխանության մշակույթ ձևավորելու բանավիճությունները մեկը վարկաբեկել, այն մանրությունները եւ կարելի է քննադատել, կարելի է ասել ամենավատ ձևով, բայց վարկաբեկել միմյանց լավը վատից չբաժանել չդրել, սրանք շատ կարևոր բաներ են, իսկ այդ մշակույթը որ ձևավորում մեկը մյուսին քննադատելը, որ մեր հասարակությունը հասկանա, այս ինչի են կրվում, ինչի համար, հետ չի լավ բան չկա, հետ չի եղել, կամ այս վատի մասին ինչի չեն ես կան խոսում, այդ մթնոլորտի մասին եմ ես ասում, եւ Փարքաստու վարչապետը իր խոսքով, ողջունով, ինչև այսօր ամենայնևս ինձ բավարարում է իր պատասխանները եւ արածի եւ չարածի հետ կապված եւ եթե շարունակվի կարծում եմ հասարակության մեջ հավատը կմեծանես շատ բոլոր կապնում Ես այստեղ եկել եմ մի նպատակով քննադատական խոսքով կլինի թե խորհրդով կլինի օգնել այս կառավարությանը որպեսզի չանի այն բաներ, ինչ որ անում էին նախորդները։ Իսկ նախորդները ինչ էին անում։ Վերջին 9 տարում 2008 թվականից սկսած մենք կառավարության փոփոխության, պրեզիդենտական ընտրություններից հետո լսում ենք հուսադրող անպագորբոր խոստումներ, հուսադրող հայտարարություններ, բայց մի երկու ամիս հետո հետևում են հուսախաբանող գործողություններ։ Ես չէի ուզենա, որ այս կառավարությունը նույն ձևով շարունակել, ոնց որ նախորդ երկուսն են օրինակի համար եղել։ Ես դեռ շատ կուզենայի, որ հանրապետական կուսակցության, իշխող կուսակցության ներկայացուցիչը ոչ թե մեր Ալեքսանյանը լիներ, որը, այսպես ես իմ կարծիքով այդ կուսակցության չափավոր ումերենի թևի ներկայացուցիչը մեծ ինչ-որ հավակնություններ չունի կամ էլ անբավարար բաներ չի ասի։ Ես կուզենայի այստեղ լիներ հանրապետական կարկառու ներկայացուցիչներից մեկը, որը ովքեր ստի կեղծիքի վրա հիմնված, ուրեմն գովքն են անում իշխող կուսակցության եւ մեր կառավարությունների։ Ասենք կլներ այն պոլիտեխնիկական կրթությամբ գլխավոր ֆինանսիստը, կլներ այն կարմիր դիպլոմով նախկինում գրուշիկ աշխատած տնտեսական այդ իրան մոնստերի տեղ դրած այդ մի ընկերներ, որ ուրեմն հանքերը, մանքերը փախցրել, լցրելա իր տակը ի պաշտոն է գողանալու։ Հետո այն մարդիկ, ովքեր բիզնես չեն դրել, որտեղ դեպուտատ են եղել, իրավունք չեն ունեցել այլ վճարովի աշխատանքով զբաղվել կամ պաշտոնյան չի ունեցել, նրանց առիթ է եկել հին բան է, բայց ասում եմ, անվանել է հայվաններ, հասկանում եք։ Ուրեմն գրպանը հատը ազնի մարդուն հասարակության գրպանը մտած մարդ, իրավունք չունի բանը։ Գնահատում եմ, մեր վարչապետը մի քանի այսպես սայթակումներով է սկսել։ Օրինակ պրիմիտիվ գողության մասին հայտարարություն, իմ վերևի ասած ասույթը դրան է վերաբերում։ Մուժինյոկի եւ Ժոնուշկայի պատմությունը։ Դու ասում ես պրիմիտիվ գողության մասին, մի ամիս հետո քո նախարարը 4000 եվրոյի փոխարեն 1700 եվրոյով է թռնում Եվրոպա։ Կամ դպրոցների ուրեմն չես տեսնում, որ դատախազների, դատավորների երեխեքը իրանց պոստերում փոխարինում են իրանց ծնողին, դու տեսնում ես դպրոցում, որտեղ 30 տարի մեկը դպրոցի տնօրենը աշխատում, այդ յուղում ուրիշ կանդիդատ չկա։ Այդ սաղ ընտանիքով իրան մանկավարժների ընտանիք է, դա ես դարձնում քննարկության առարկա։ Կամ ես ինչի պետք է հավատամ այս կառավարությանը ներողություն, կամ այդ կառավարության հայրենասիրական մղումներին։ Կարդում ենք իրանց բաները 106 միլիոն է ստացել, հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 20, այսինքն ոչ լրիվ 9 ամսվա մեջ 106 միլիոն դրամ ռոճիկա մինակ ստացել։ 106 միլիոն, այսինքն ամիսը 23,000 դոլար։ Այդ գործը թողել է եկել է $1300 նախարարական պորտֆել է զբաղեցնում։ Ես ինչի պետք է հավատամ իմ նախարարին կապի տրանսպորտի օրինակի համար, որ 51 օր առաջ ես իրան արձար ընդունելության եմ գնացել, դիմում եմ ազդել, մինչև հիմա ինձ չի մտածում։ Ես իր աշխատողն եմ, ես պետության հիմնադիր պատգամավորներից եմ, երկու անգամ ազգային ժողովի դեպուտատ եմ եղել, ազնիվ եմ աշխատել, ազնիվ։ Ես կարամ ինքնագովեստով չեմ չնի, եզակի այն պատգամավորներից եմ, որ մի հատ չոք չեմ տարել մեր տու, իմ գործունեության ընթացքում։ Դու ուրեմն
Չես իմ ընտանիքի բյուջեի 35%-ը դու խլում ես ինձ կրճատելու։ Ախպեր կրճատեք, ես գիտեմ, որ կառավարության համակարգում խելքից դուրս բաներ են լծված։ Ես էլ թեր բեռնված եմ աշխատել, բայց մի ժամ ողորմելի աշխատավարձում, որ իմ ընտանիքի բյուջեի 35%-ն է։ Դու ինձ ասում ես գրպաններս պիտի ձգենք երկիրը փոսից հանենք։ Ձգենք հանենք, եթե տար, ուզում ես տղուս տեղն ասեմ, տղուսը գործից հանի։ Բայց դու մի հատ տասնյակ հազարավոր մարդիկ կրճատելու պրոյեկտից առաջ 10 հատ աշխատատեղ ստեղծի, նոր ասա բան եմ անում։ Մարդկանց այլընտրանք առաջարկի։ Հիմա կրակ ենք ընկել, որ չենք գողացել։ Ասած Վարդանյան, ասում Վարդանյան, Այվազյան Վարդանին կա բան ենք եղել, ինչ են, ոչ եմ այդ բարը լեզվիցս թռավ, որ բիզնեսով չենք զբաղվել, չեմ ունեցեք իրավունքը, ես այս պետության 25 տարվա մեջ 13 տարի այս պետությունում ինձանից ավել փող ստացել 50 ման, բյուջեի վրա նստած, 15 հոգի ազգային ժողովում, 20 հոգի կառավարությունում, 15 հոգի նախագահի ապարատում, այդ ոնց է ես մեր տանը 3 հոգով աշխատում ենք, 2 հատ թոշակ ենք ստանում, մի հատ հարս 2 հատ երեխա, զորով ենք պահում ծայրը ծայրին, բայց փոխնախարար են գործից անում, նայում ես դրա բաները, որին օրինակ ես գիտեմ, ազնիվ մարդ եք ունի ասա, բայց ունի 237,000 եվրո, ունի 250,000 դոլար, չգիտեմ քանի միլիոն ունի, վատկնգա վրա ինչ փոխկապակցված բան, բայց այդ որտեղից դրա, որ իրավունք չունեն, հարկային աշխատողը, հարկային ոլորտի, այդ փողերը որտեղից։ Ձեր առաջարկը ասեցիք, ներումները առաջարկել ունեն։ Իմ առաջարկը այն է, որ հուսադրող հայտարարություններին պետք է հետևեն հուսադրող գործողություններ։